ինչ է ասում հայրը։ Ասում է, քեզ մի հարց տամ։ Երբևէ տեսել ես ննջեցյալին պաշտ աբատով, կանացից զգեստով, բոթասներով կամ հողաթափերով հուղարկավորել։ Տեսել եք այդ զբան։ Դե չէ։ Ինչու ուրեմն։ Փակցնում ենք։ Պարկեշտ, կոստյումով, չէ, կանաց սիրուն զգեստով, պարկեշտ զգեստով, չէ, ոչ բաց։ Որտեղ գնում է տիրոջ հետ հանդիպելու։ Ես դու եկեղեցի գալիս ես բա ինչի համար։ Դու գալիս ես կենթանի տիրոջ հետ հանդիպելու այստեղ։ Մի հայտնի ֆուտբոլիստ կար։ Ես իրեն զգուշացում եմ դրել առանց իմանալու, որ ինքը լավ ֆուտբոլիստ է։ Շորտիկով եկել էր եկեղեցի։ Նեղվել էր, հետո չէր եկել։ Հետո հասկացել էր, թե ինչի համար։ Եվ ասես դեռ շնորհակալ եմ, որ խիստ գտնվեցիր եւ ինձ խիստ նկատողություն տվեցիր, խոսեցիր։ Ես ասում եմ հիմա գալիս եմ նորմալ զգեստով, տապատով, հետս ունենալով շորտիկա, եկեղեցի հետ ասում եմ, ես փոխում գնում եմ, ասում եմ, դրա համար շնորհակալ եմ, մարդը հասկացել էր։ Ցել խնդրել։ Մանավանդ Պաստրակի խորհրդի ժամանակ, Մկրտչյան խորհրդի ժամանակ, հարսնացուներին, հարսնակույրերին, ծնողներին, այլ է չէ, պարկեզի գեստով գալ եկեղեցի, կանգնել աղոթքի, գնալ ռեստորան, հագնվել այնպես իրեն, ինչպես իրենց ամուսինը կամ եղբայրը կամ հայրը թույլ կտա։ Պսակեր եկել, հարսնացուն շատ բաց հագնված։ Եվ ես չարեցի։ Բա ինչ արեցիք։ Կոստյում սպիտակ գտան, բերեցին, կոստյում հագավ։